Փաշինյանը Շենգավիթ է գալիս լսել ու տնից դուրս է եկել Մարջան Մարությանը։ Դե ես այս տնից դուրս եկա քայլեցի։ Թոշակը հենց 10,000-ով բարձրացավ ու 52,000 դարձավ, նպաստը կտրեցին։ Կասկած չունի, որ այս անարդարությունը չի հանդուրժի Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի քարոզչական թիմն անցնում էր Շենգավիթի բակերով, կարճ կանգառները լուսանկարվելու, քարտեզներ բաժանելու ու կարճ դիալոգների համար են։ Միշտ քո համար ես պայքարել եմ, կռվել եմ բոլորի հետ։ Շնորհակալ եմ շատ։ Արես ցավը դու։ Բարև եղբայր։ Լավ եք, լավա ձեր տրամադրություն, քարտեզ եւ բուկլետ, լավ եղեք։ Անձամբ ես հավատում եմ, որ ապագա կա։ 80-ամյա Ռիմա Զաքարյանը քարտեզն արդեն կրծքին է ամրացրել, ցմահ ասած։ Ինչքան ապրեմ, այնքան սա իմ հետ կլինի, որտեղ սա մեր տարածքն է, մեր հողն ու ջուրն է։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդին հետևում էին պատշգամբներից։ Սենց սպասարկում երբեք տեսել դուք էլի։ Մենակ ճիշտ ասեք, էլի սենց սպասարկում երբեք տեսել։ Չես շալացվում։ Արցախցի կինը չէր ուզում, բայց թաղի բոլոր անկյուններից լսվում էր Փաշինյանի ձայնը թոշակների բարձրացման ու առողջապահական ապահովագրության մասին։ Ես չեմ էլ ուզում իրան լսեմ։ Այո, հեսնեց, ինչի ստից։ Ստից։ Ամեն ինչը ստից է։ Թոշակը 10,000 դրամ ավելացրալ է, մի 5 ամիս առաջ ավելացներ։ Ինչ ապրելի մեկա, որ ընտրություն է։ 10,000-ով ավելացրած թոշակն ինչ անեմ անտուն անհայրենիք հուզվում է կինը։ Իմ Արցախն է ինձ պետք։ Իմ ամուսնուս գերեզմանը, իմ երեխեքի գերեզմանը, ամեն ինչ։ Արցախն ով է գալի, ով քնա նրան ասա, ով որ տվեց վերջորը Արցախը տված պրծած։ Փաշինյանի աջակից միտիկին լրացրեց արցախցի կնոջը, նրան անշնորհակալ անվանեց, միջադեպն այստեղ փակվեց, բայց թեման ի վերջո հասավ ու հունից հանեց Փաշինյանին մեկ այլ հասցեում։ Դուք հանձնել եք Արցախը, ես գիտեմ շատերին հաճելի չի լսելը, դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք։ 5000 թիվը որտեղից։ Որտեղից 5000 թիվը։ Միգուցե թիվն 5000 թիվը որտեղից։ Որտեղից 5000 թիվը։ Մենք թիվ չեք, ես ասում եմ, նրանք ովքեր դուք այդ ստահակների բառապաշարն եք վերցնում, ձեզ քիչ է, հա զոհերի թիվը մի հատ է 5000 թիվը։ Քաղաքացուն հակադարձեց, թե Ղարաբաղը կորցրել էինք վաղուց եւ Հայաստանն էինք կորցնում։ Այդ զոհերի գնով պետություն ու ժողովրդավարություն կա ըստ Փաշինյանի։ Եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։ Միակույսս ձեր չընտրվելն է, Փաշինյանը տղամարդուն չհամոզեց եւ այս հարցը թարմացրեց ավելի ուշ Շենգավիթի մեկ այլ թաղում ու բորբոքվեց նորից։ Մեկը 5000 զոհ, մեկը 7000 զոհ, այսինքն այդ առնախումներին քիչ է, հասկանում եք։ Քիչ է այն զոհերը, նրանք չեն կարողանում տանել։ Նրանք չեն կարողանում տանել։ Իրանց երեխեք ասում եմ, դիրքերում եւ սահմանում, բացի լուսանկարվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածից 10 վայրկյան ավել չեն մնացել։ Դուք Ղարաբաղի մասին խոսում եք։ Դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կրուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Հարինջում, գլուխներ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Նախկիններին վիրահատական ճանապարհով հեռացնել է պետք ասած Փաշինյանը, հաճախ է նրա համակիրները հարցնում, թե ինչու են նրանք ազատության մեջ, բացատրեց մաֆիայի հետ գործ ունեն։ Եվ այդ բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք մնացել է վերջին 3 գլուխը, վերջին 3 գլուխն է մնացել, այդ վերջին 3 գլուխը ընտրություններում պիտի կտրենք իրար հետ, պիտի կտրենք իրար հետ։ Արցակուրդում գտնվող վարչապետի Քարոզ Արշավին այսօր աչալուրջ հետևում էր Շենգավիթի ոստիկանապետը Արթուր Մկրտչյանը։ Ծառայություն եք իրականացնում, խանգարում եք թողել։ Բոլոր քաղաքական ուժերի միջոցառումներին։ Այո։ Քաղաքացիական պայմանագրի թիմը մշտական ուղեկցողների խումբ ուներ Երիթևի ներկայացուցիչներից ու պատգամավորի թեկնածուներից բացի։ Հարգում եմ, սիրում եմ եւ քայլում եմ։ Մշտական ուղեկցողների շարքում կային մարդիկ, որ քարտեզ ու բուկլետ ունեին, բայց հրաժարվեցին ներկայանալ։ Հարմար չի խոսեմ, կներեք էլի։ Չէ, հարմար չի խոսելը։ Պարոն Ավինյան, ճիշտ ենք գնում։ Բակերում պատմեցին, որ ԿՊ թիմի այցի մասին տեղեկացվել էին, սպասում էին։
Ինչ գեղեցիկ եք ժպտում։ Սպասում էին, բայց ոչ բոլորը։ Քարոզչական հանդիպումից հեռու կանգնած մի տղամարդու մոտեցանք։ Վարչապետի սպասում էի։ Ուրիշ բան հարցրու։ Իսկ Մարջան Մարությանը մի քանի թաղ քայլեց քարոզչական թիմի հետևից, տարիքի բերումով քայլերը դանդաղ էին, Փաշինյանի հետևից չհասավ, որ ճշտի, ինչու է թոշակը 10,000-ով ավելացել ու նպաստն անմիջապես պակասել։